Բարև Վերջին ամիսներին անընդհատ եւ շարունակաբար անդրադառնալով հայաստանյան, տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհքաղաքական փոփոխություններին միշտ կարծես թե գալիս հանգում ենք մի մտքի, որ Հարավային Կովկասը հայտնվել է բոլորովին նոր չափումների մեջ եւ դրանում էապես կարեւոր է Ռուսաստանի ազդեցությունը։ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է թե պահպանվում է։ Կարծիքները տարբեր են, իսկ ինչ են մտածում Ռուսաստանում, արդյոք իրենց ազդեցության նվազումը Հարավային Կովկասում ընդունում են որպես կայացած փաստ, թե համարում են որպես ժամանակավորապես կորսված տարածք, որը պետք է նորից վերադարձնել։ Սա մեկ, երկրորդը միաժամանակ այս ընթացքում Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, նոր գործընկերներ է գտնում, վերաիմաստավորում է իր անվտանգային ճարտարապետությունը եւ գործուն քայլեր է կատարում տարածաշրջանում հաղորդումների ապաշրջափակման հարցում։ Սրան զուգահեռ բավական ուշագրավ զարգացումներ են նաեւ ներքաղաքական դաշտում ընտրություններից հետո հիմա բոլորը պատրաստվում են ազգային ժողովի նոր ազգային ժողովի առաջին նիստին, այս ընթացքում կարծես թե ինքնաբացարկների շքերթը ընդդիմության դաշտում շարունակվում է, իսկ իշխանության շարքերում հետաքրքիր կադրային վերադասավորումներ են։ Այս ամենին իհարկե մենք հետևում է նաև հասարակությունը եւ փորձում է հասկանալ, թե որ ճանապարհով է գնում Հայաստանը, որ ճանապարհն է, որ կարող է ապահովել մեր երկրի կայունությունը եւ անվտանգությունը։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Կամո Պեգլարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Դուք առաջին անգամն եք մեր տաղավարում, ուրախ եմ ձեզ հյուրընկալել։ Գիտեմ, որ երկար տարիներ ապրել եք Ռուսաստանում, քաղաքականությամբ ոչ միայն հետաքրքրվել եք որպես վերլուծաբան, այլև որոշակի նաև ներգրավվածություն եք ունեցել։ Եվ պիտի սկսենք Ռուսաստանից մեր զրույցը, բայց մինչև Ռուսաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում այս թեմային անդրադառնալը մի փոքր հենց Ռուսաստանի մասին, այնինչ կատարվում է վերջին տարիներին, վերջին 4-5 տարիներին Ռուսաստանում, Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն, ասենք թե պատերազմ, ինչպես, ինչու, երբ էր պարզ, որ դեպքերը այս ուղղությամբ են զարգանալու, ինչու սկսվեց պատերազմը, ձեր գնահատմամբ։ Ուկրաինայի պատերազմը մեզ համար կարող էր նորություն լինել, բայց ինչպես ցույց են տալի իրադարձությունները, դա Ռուսաստանի Դաշնության ղեկավարի, կոնկրետ Պուտինի կողմից վաղուց մտածված ծրագիր էր եւ առաջին ազատ միտքը առաջին անգամ ամբողջ աշխարհին որ հայտարարեց 7 թվականի Մյունխենի կոնֆերենցիայում, որ ԽՍՀՄ փլուզումը շատ դարի մեծ ողբերգություններ եւ դրանից հետո ինքը ցանկանում է ցանկացած ինչ որ ձևով վերականգնել նախքին ԽՍՀՄ-ը, իհարկե Ռուսաստանի ազդեցության ոլորտում։ Այդ հարցում միջազգային հանրությունը թույլ տվեց, կուլ տվեց Վրաստանի դեպքերը, երբ որ երկու ինքնավար հանրապետություններ Վրաստանի կազմից անջատվեցին, միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Ղրիմ թերակղզին Ռուսաստանը վերցնի, մարսեց ավելի մարսեց եւ մեկ հիմնական մեղավոր կա, այսինքն մեկ հիմնական հեղինակ կա այդ հարցում, դա Ռուսաստանի նախագահ Պուտինն է։ Որոշումները միանձնյա են։ Որոշումները ինքը անում է միանձնյա, ճիշտ է, խորհրդակցում է, երևի ձևական, բայց որոշումները կատարում է միանձնյա։ Եվ ինչքան գնում է, ես իմ անձնական կյանքից, անձնական շփումներից կարող եմ ասել մի այսպիսի դեպք, ես մասնակցում էի մի միջոցառման բարձրաստիճան, որտեղ ներկա էին Պուտինի անձնակազմի շատ բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ երբ որ
ինձ շատ մոտիկ մարդ այդ շրջապատում ներկայացնեց որպես մոտիկ մարդ եւ զրույցի ընթացքում նրանք արդեն սկսեցին ինձ վստահել ու այդ խոսակցության ընթացքում ես առաջին անգամ սրանից 13-14 տարի առաջ 12 թվականին լսեցի Պուտինի բարձրաստիճան աշխատողից լսեցի նման արտահայտություն, որ Պուտինը խելքը գցել է։ Եվ եթե միացնում ենք այն բանին, որ ինքը շատ հզոր փառասիրություն կամ այսպես ասած սնափառություն ունի եւ նպատակ, որ վերականգնի նախքին տարածքները եւ այսպիսի արտահայտության կա, որ իր կողմից է եղել «Собиратель русских земель»։ Իրանք բոլոր սկսած Ղազախստանից, սկսած Մերձբալթիկայից, նաև Բելարուսյան բոլոր սահմաններում համարում են ընդհուպ մինչև Հայաստան համարում են, եթե ոչ իրանց հողերը, իրանց նախկին կալվածքները։ Ու այդ առումով դուրս գալով ունի բացարձակ իշխանություն, զինված եւ հատուկ ուժերը անդադ զարգացնում է, եթե Ելցինի ժամանակ ՖՍՕ Ֆեդերальная служба охраны 15000 մարդ էր, հիմա 65000 մարդ է։ Եթե այն ժամանակ ժողովրդի դեմ գործող ոչինչ չկար, 300,000 ռուսական գվարդիան կա միտինգների եւ այլի դեմ։ Այսինքն բացարձակ իշխանություն, բացարձակ թողտվություն եւ նպատակը իր բառապաշարով ասած ռուսական հողերը հետ բերել հավաքելն էր։ Այո, փառասիրություն։ Փող ունի ինչքան որ կա, ամեն ինչ ունի, փառասիրություն աշխարհի մակարդակով եւ որ հիշվի «Собиратель русских земель», այսինքն որ բանը հավաքի։ Հասկանալի, իսկ ինչու այդ ծրագրերը, պլանները, որոնց մասին շրջանառվում է շրջանակներում որոշակիորեն այդ 3 օրում, 1 շաբաթում, չգիտեմ ինչու չիրականացավ։ Եթե իշխանությունը կար, ասում եք ֆինանսական միջոցները կար, Ռուսաստանը հզոր երկիր էր, երկրորդ բանակը աշխարհում։ Ես երբեք էլ համաձայն չեմ եղել այն բանի հետ, որ ասում են Ռուսաստանը հզոր երկիր է, ուժեղ բանակ ունի, որտեղ գոյություն ունեն չափանիշներ, էկոնոմիկա, մի բնակչի հաշվով հնան։ Եթե մի բնակչի հաշվով հնան 60 քանի 70-րդ տեղում է, դա ուժեղ էկոնոմիկա նշանակել բոլորովին հնարավոր չի։ Եվ ցանկացած դեպքում աշխարհում ցույց են տալի, եթե վերցնենք ցանկացած դիկտատուրայի օրինակ, նրանք հաղթած են։ Հիմնականում, ասենք, մի երկու բացառիկ դեպքեր կարող ալինեն, ասենք Քուվեյթ, բան, որ այդ երկրները շատ հարուստ են, բայց ոչ շատ դեմոկրատ են։ Իսկ հիմնականում օրինաչափություն ունենա, որ դիկտատուրաները աղքատ են։ Ամենասարսափելի դիկտատուրան Հյուսիսային Կորեան, նրանց հնան մի բնակչի հաշվով ընդամենը $600։ Իսկ Ռուսաստանի այդ հզոր երկիր լինելու մասին միֆ է, պատրանք։ Իհարկե միֆ է, որ իրենց էլ հարցնում ես, ասում ես, ինչով է հզոր Ռուսաստանում։ Տարածքը մեծ է, հա, տարածքը մեծ է, հետո ինչ տարածքը մեծ է, տարածքը մեծ է, անտառ, գազ, հանածոներ, ամեն ինչ անտառ։ Հա, անտառները կազմում են աշխարհի անտառների 17%-ը, քաղցրահամ ջրի 20%-ը Ռուսաստանում է, օգտակար հանածոները բոլորի եթե միջին ասնենք մի 20-25%-ը Ռուսաստանում է, բայց երբ որ չկա այն համակարգը, որ դա ստեղծի էկոնոմիկա, ստեղծի բանակ, չի աշխատում։ Դիկտատուրայի Հասկանալի է, իսկ պատերազմի մեկնարկից ի վեր ինչ է փոխվել Ռուսաստանում, Ռուսաստանի ներսում։ Իրավիճակ, հանրային տրամադրություններ, օրենսդրական խստացումներ, սեփական քաղաքացիների հանդեպ, միգրանտների հանդեպ, ինչ է փոխվել։ Ուրեմն բանը կռիվը սկսելուց առաջ բանը իրավիճակը սխալ են գնահատել, անցած հարցի փոչը իրավիճակը սխալ գնահատելու պատճառով, որտեվ իրենց
Պուտինին տվել էին սխալ ինֆորմացիա ուժերի մասին, զինված ուժերի մասին, տվել էին սխալ ինֆորմացիա Ուկրաինայի ժողովրդի տրամադրության մասին։ Եվ այդ երկուսը միասին, որ դիմավորել են, այդ երկուսը միասին տվեցին են հետևանքը, որ Պուտինը կանգնեց ոնց որ ասած կոտրած տաշտակի առաջ, մտածում էր ինչի, ուրիշ ձևի պատելեն, ինչի տենց եղավ, ասենք այն տեղեկությունը, որ Ուկրաինայում ահուհացով են դիմավորելու, ստացել էր ՖՍԲ-ից 9-րդ վարչությունում 123 մարդ էին բռնե, 9-րդ վարչության պետի տեղակալին եւ հետո երբ որ Սևծովյան նավատորմի պետը երբ որ Մոսկվա զրահանավը սուզվեց եւ նրան կտանքների են ենթարկել, որ խաբել եք։ Հասկանալ է, իսկ փոփոխությունների մասով իմ հարցը։ Փոփոխությունների մասով անընդհատ օրենսդրությունը խստանում է այն տեսակետից, որ ամեն ինչ ներկայացնում են բոլորովին ուրիշ, որ մեր ուժերը լավն են, հաղթանակում են, ուժեղ են, չի կարելի բանակի մասին վատ խոսել, չի կարելի վատ խոսել երկրի ղեկավարության մասին։ Այդ ընթացքում դրանից մի քիչ առաջ ընդունել էին օրենք, եթե ինչ-որ մեկ ինչ-որ բան են չեր ասում, արտասահմանյան գործակալ, երբ որ անունը դնում են, նախ դա ժողովրդի մոտ է վատ ընդունված, որ արտասահման ինոստրաննի ագենտ վատ են նայում, հետո դրանք շատ բաներից են զրկվում, ասենք եթե լրատվական միջոց է կամ բան, ինքը պետք է ասի, պետք է ներկայացնի հաշվետվություն, որտից ինչ են ստանում։ Օրենքները հայտարարեցին բան անցակալի կազմակերպություններ եւ նույնիսկ եթե անցանկալի կազմակերպության հետ համագործակցում ես, նույնիսկ այդպիսի հոդված կա ադմինիստրատիվ։ Հասկանալի է, որոշակի խստացումներ եղան նաև միգրանտների մասով, դա առանձին թեմա է, բայց ես այսպիսի մի հարց է հետաքրքրում։ Հասկանալի է, որ սոցիոլոգիական հարցումներ չկան, ճշգրիտ սոցիոլոգիական հարցումներ դժվար է թե լինեն, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմենք, դրա համար հարցնում եմ ձեր անձնական տպավորությամբ հանրային վերաբերմունքը, հասարակության վերաբերմունքը ինչպիսին է այսօրվա Ռուսաստանի քաղաքականության եւ իշխանության նկատմամբ։ Այսինքն հասարակության մեծ մասը համարում է, որ իշխանությունը ճիշտ քայլեր է անում, ճիշտ ուղղությամբ է շարժվում, վստահում է, աջակցում է, թե արդեն անվստահություն կա այդ քայլերի նկատմամբ, իշխանության նկատմամբ։ Պատերազմի սկզբին ուներ բացարձակ վստահություն, բացարձակ չէի ասի, որտեվ ցանկացած դեպքում անդիմությունը եւ հասկացող մարդիկ գիտեին, թե իրենից ինչ է ներկայացնում Ռուսաստանի ղեկավարությունը, ինչ է ներկայացնում նույնիսկ Յաբլակա կուսակցությունը, երբ որ իր թեկնածուներին ընդունում էր, հարցնում էր Ղրիմը ումն է։ Եթե նրանք պատասխանում էին, որ Ղրիմը ռուսական է, իրենք դες տեխնացու չէին ընդունում, այսինքն հասարակության մի մասը չէր ընդունում Ռուսաստանի ղեկավարության արածը։ Փոքր մասը, բայց ասենք մի 25-30%-ը չէր ընդունում Ռուսաստանի դիրքորոշումը, Ռուսաստանի արածը, Ղրիմի պատերազմ եւ բոլոր դրանք չէր ընդունում։ Բայց քանի որ ռուսական ռոպագանդան ագիտացիան շատ հզոր է, եւ հասել է մի այնպիսի մակարդակի, որ մարդիկ դարձել են զոմբի։ Հա, լավ։ Տեսեք, այսպիսի մի ընդունված տեսակետ կա, թե Ռուսաստանը բոլոր այն երկրներում, որոնք համարում է իր ազդեցության գոտին եւ այնտեղ չունի իրեն սատարող իշխանություն, ցկտում է հասնել այնպիսի մի իրավիճակի, որ իշխանություն լինի Ռուսաստանի հետ աշխատող, խորացնող, չգիտեմ, ենթակա եւ այլն։ Իսկ Ռուսաստանում հասարակության շրջանակներում իշխանության ականջից ու աչքից հեռու քննարկվում է իշխանափոխության սցենար, հնարավոր սցենարներ, թե իշխանությունը ունի, Պուտինը ունի բացարձակ իշխանություն, հասարակության մեծ մասի վստահությունը եւ նման սպառնալիք չկա։ Պուտինը հասարակության լիակատար վստահությունը հիմա չունի ու նույնիսկ երբ որ արդեն պատերազմը
գնում էր ոչ թե 3 տարի, այլ 3-4 ամիս էր գնում, արդեն հայտնվեց ժողովրդի մեջ կասկածներ, որ եթե Պուտինը ինչի տենց արեց, ինչի սխալ հաշվարկները արե, սկսեցին կասկածել, բայց մեկը էլի հավատում են, բայց ինչքան պատերազմը ձգվում, այնքան այդ հավատը կորում է։ Իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են Պուտինին, նրանց մեծ մասը ենթարկվել են շատ, ասենք, հալածանքի եւ այլը, եւ այն մեծ մասը դուրս են եկել, բոլորը չէին կարող Նավալնու նման մինչև վերջ պայքարեին եւ զոհվեին։ Այն մարտունակ ընդդիմությունը Ռուսաստանում չի գտնվում։ Ոչ մարտունակ ընդդիմությունը վախենում է։ Ժողովրդի մի մասը, որ պաշտպանում է Պուտինին, մի կողմից վախենում է, մի կողմից էլ ագիտացիայի պրոպագանդայի տակ է։ Բայց ժողովրդի ահագին մասը դեմ է պատերազմին, բայց կողմ է նրան, որ տարածքները իրանք մնան, այտենց հակասական բաներ կան։ Ու ասենք նույնիսկ ես գիտեմ, որ կռվից վերադարձածներին համարյա ոչ մեկը չի ուզում վերցնի գործի, աշխատանքի համարյա չեն վերցնում, աշխատում են, որ բանա տեղավորեն, չի ստացվում։ Եվ եղել է, եթե հարցում կա, նորմալ հարցում, մի խոսքով հարցումները, սոցիալական հարցումները նույնպես ունեն իրանց ձևը, եթե հարցի ձևակերպումից է կախված, երբ որ հարցը ձևակերպում են, դուք վստահում եք Պուտինին, ով կարա ասի չի վստահում, բոլորը վախենում են, ասում են վստահում ենք, իսկ երբ որ ասում են կարող եք ասել, ով կարող է լինել Ռուսաստանի հաջորդ առաջնորդը, Պուտինը գրավում է 20-րդ տեղը, երբ որ հարցը ուրիշ ձևի են դնում։ Իսկ առաջին տեղերում ովքեր են լինում։ Տարբեր մարդկանց, բայց առաջի տեղը ով է, հարցը դրանում չի, հարցը նա է, որ հարցադրման փոփոխությունից ինքը իջնում է ներքև, դրիկ ներքև։ Իսկ եթե ոչ այդ ծեր ասած ընդդիմադիր շրջանակներից, թեկուս իր թիմից, չգիտեմ, մերձավորներից, այդպիսի տարբերակներ քննարկվում են, թե չէ։ Տարբերակներ արտաքուստ չեն քննարկում, բայց ներքին քննարկումների մեջ կա Պուտինի աղջկա տեխնացիությունը, ես մտածում եմ, որ դա նրա համար է, որ իր շրջապատից եկած առաջարկություն է, որովհետև այդ առաջարկության դեպքում հնարավոր է, որ Պուտինը ավելի հեշտությամբ թողնի իշխանությունը, եթե իր հաջորդը լինելու է աղջիկը։ Տենց խոսակցություն կա, բայց ինչքանով դա ինձ թվում է ինքը այդքան շուտ չի հանձնի իշխանությունը։ Լավ, հիմա կանք արդեն Ռուսաստան եւ Հարավային Կովկաս, ինչ է փոխվել Ռուսաստանի քաղաքականության մեջ Հարավային Կովկասում, փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեստեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանի հետ, մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է կատարվում Ռուսաստանում եւ ինչ է փոխվել Ռուսաստանում ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, հիմա կանք Ռուսաստան եւ Հարավային Կովկաս, ինչ է փոխվել Ռուսաստանի քաղաքականության մեջ Հարավային Կովկասում եւ քաղաքականության եւ ազդեցության։ Քաղաքականության մեջ Ռուսաստանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, նույն ցանկությունները իրենք ունեն, բայց փոխվել է իրողությունը եւ ահավոր մեծ չափով փոխվել է Ռուսաստանի հնարավորությունները ազդելու համար եւ զբաղվածությունը նախ եւ հնարավորություն չունեն եւ ժամանակ չունեն ամեն ինչով զբաղվելու։ Ես մի անգամ էլ ասել եմ, որ 18-19 թվականին Ռուսաստանի գլխավոր շտաբը հաշվարկել էր, որ ինքը կարող է միանգամից 4 կոնֆլիկտների մեջ մասնակցել, բայց Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ չի ձգում, նույնիսկ այդ մի կոնֆլիկտը չի ձգում, այնպես որ հնարավոր չի, որ Հարավային Կովկասում եւս մի կոնֆլիկտ լինի Ռուսաստանի մասնակցությամբ, ես ներկապահին դա բացառում եմ եւ նույնիսկ քիչ հնարավոր եմ համարում, եթե նույնիսկ ուկրաինական պատերազմը վերջանա, ռուսական ուժերը ազատվեն, նույնիսկ
այդ դեպքում շատ աննշան եմ համարում հավանականությունը, որ Ռուսաստանը կմտածի ուժով Կովկասում ինչ որ հարց լուծելու։ Ուզով հարց լուծելու մասին չի, ազդեցության մասով ես գիտեմ, որ դուք մի առիթով ասել եք, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է բլեֆի վրա։ Կոնկրետ ինչ նկատի ունեք, որ գործողությունն է բլեֆ։ Ռուսաստանի քաղաքականությունը բլեֆ է ոչ մենակ Հարավային Կովկասում, ընդհանրապես այդ գործիքից իրանք շատ են օգտվում, ասենք ցույց տալ այն, որ չկա, ցույց տալ հակառակը, իրականության հակառակը ցույց տալ, որ մենք հաջողություն ունենք, մենք ուժեղ ենք, մեծ բնակչություն ունենք եւ այլ ազդեցություն ունենք։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը չկա Վրաստանի վրա, որոշ մարդիկ այդ վերջի օրենքները, որ Վրաստանը ընդունել է, մտածում են, թե ռուսական ազդեցությունը, ես այդպես չեմ մտածում, ռուսական ազդեցություն համարյա չկա, եթե ինչ-որ բան կա, երևի էկոնոմիկայի հետ կապված է։ Ադրբեջանում ռուսական ազդեցությունը նույնպես չկա։ Հայաստանում ռուսական ազդեցությունը ներկա պահին կա, իրանց Հայաստանի ժողովրդի այն մասի միջոցով, ովքեր կուրորեն հավատում են Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի Դաշնության հզորությանը, հավատում են Պուտինին, չիմանալով իշխանությունը, իրականությունը, որ Ռուսաստանը ոչ էկոնոմիկայով է հզոր, ոչ էլ զինված ուժերով է հզոր, միջազգային։ Կարող է ինչ որտեղ Հայաստանից էկոնոմիկան մի 80%-ով բարձր է, բայց Ռուսաստանի էկոնոմիկան 4-5 անգամ զիջում է բոլոր մյուս նորմալ պետություններին։ Իսկ Ռուսաստանի հռետորաբանությանը Հայաստանի հասցեին ինչպես եք վերաբերում։ Ինչի մասին է հռետորաբանությունը։ Հռետորաբանությունը այն մասին է, որ խոսենք, էլի կարող է համոզենք, բայց այդտեղը գործը պետք անել։ Եվ ինձ թվում է, որ պետք է Հայաստանը ավելի կոնկրետ քայլերի դիմի, ոչ թե ասի լավ, սենց անենք, որ քո խաթրով լինի, չէ, կարելի է քաղաքականությունը հասցնել, քաղաքականության մակարդակը հասցնել մոտիկ դեպի զրոյի, զբաղվել էկոնոմիկայով։ Մենք ձեզ հետ առևտուր ենք անում այնքանով, ինչքանով որ ձեռը տալի, եւ եթե ինչ-որ բաներով մենք էլ լահագին բաներ ունենք, որ կարող ենք Ռուսաստանի դեմ դնել, իրանց փակելով, հանելով իրանց զինված ուժերը, հանելով իրանց վերջին ազդեցությունները, ռուսական տունն է, ռուսական դեսպանությունը ինչու այդքան շատ աշխատակիցներ ունի, թող կրճատեն, մեկին մեկ անեն։ Հյուպատոսությունը նույնը, եթե Ռուսաստանում կա իրանց ասելով 2 միլիոն հայ, Հայաստանում կա 200,000 ռուս, ինչու հյուպատոսությունները չպետք է լինեն մինիմում հավասար կամ տրամաբանության սկզբունքով 10 հոգի պետք է լինեն Ռուսաստանում, հայկական կողմից մի հոգի Ռուսաստանում։ Այդ հարցերը կարելի առաջ քաշել, դա էլ ճիշտ է, շատ լուրջ հարցեր չեն, բայց դրանք էլ իրոք հարցեր են։ Մենք երբ որ առաջ կքաշենք հավասարության սկզբունքը, իրանք արդեն անհարմար կզգան ասելու բացարձակ, մենք ձեր տերն ենք, դուք մեզ պետք է լսեք։ Պետք է առաջ քաշել հարցեր։ Իսկ որ ասում ենք Հարավային Կովկասում եւ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, սրա հիմքերը որն են, ինչից է որ նվազել է, ուկրաինական պատերազմից, թե նրանից որ Հարավային Կովկասում արևմուտքն է սկսել ակտիվանալ, Արցախի հարցով պայմանավորված դա եղավ, Հայաստանի արտաքին դիվերսիֆիկացված քաղաքականության պատճառ ինչից էր։ Բոլորը միասին հայերի մեծ մասը հասկացան, որ Ռուսաստանը կոնկրետ դավաճանեց, որովհետև անհնար էր, որ Ռուսաստանի զինված ուժերին հաղթեին էկոլոգները, ադրբեջանական էկոլոգները հաղթեին Ռուսաստանի զինված ուժերին եւ Ղարաբաղում մի տարի պաշարում լիներ։ Ժողովուրդը տեսավ, հասկացավ այդ բանը։ Երկրորդը Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դիպլոմատիան, ես ասեմ, շատ բարձր եմ գնահատում, անչափ բարձր, շատ լավ են աշխատում եւ բազմակողմանի։
Մյուս կողմից պատճառների, ես բոլոր պատճառների հետ համաձայն եմ, դրանց համագումարում է այդ վիճակը ստեղծվել Ռուսաստանի թույլ էկոնոմիկայի եւ Ռուսաստանի թույլ զինված ուժերի պատճառով միակ ուժեղ աշխատող գործիքը Ռուսաստանի խոսելն է եւ ագիտացիան։ Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի համար ամենակարևորը որ երկիրն է։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, թե ամբողջ տարածաշրջանը։ Եթե վերցնենք քաղաքական տեսակետից, ամենակարևորը Հայաստանն է։ Իսկ էկոնոմիկայի տեսակետից Ադրբեջանը, որտեվ ամենամեծ առևտուրը դա նավթի, գազի առևտուրն է, որ Ռուսաստանը կարողացել է Ադրբեջանու հովանոտակ կատարել եւ Ադրբեջանից նավթ գազ է վաճառել եւ Ադրբեջանին տվել է իր նավթ գազը սանկցիաների պայմաններում։ Քիչ առաջ ասացիք, թե Հայաստանի արտաքին դիվերսիֆիկացված քաղաքականությունը փայլուն է վարում, հա։ Այո։ Դրա ապացույցները որոնք են, արդեն այդ դիվերսիֆիկացված քաղաքականությունը որոշակի արդյունքներ տալիս է, եթե տալիս է, որոնք են այդ արդյունքները։ Արդյունքները տալիս է Հայաստանի ճանաչելիությանը, սկսենք դրանից, Հայաստանի դեմոկրատական կարգերի ողջունմանը, ամբողջ դեմոկրատական աշխարհի կողմից Հայաստանը ընդունվում է որպես դեմոկրատական երկիր, դեմոկրատական ղեկավարումով եւ ընդունվում է, որ երիտասարդ դեմոկրատիայի եւ մեծ մասը աշխատում են այդ դեմոկրատիային աջակից լինել։ Մենք դա տեսնում ենք եւ Եվրոպայի, Եվրոմիության մակարդակով, տեսնում ենք առանձին եվրոպական երկրների մակարդակով, տեսնում ենք աշխարհի գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների մակարդակով եւ Հայաստանը դուրս է եկել ճանաչողության այնպիսի բնագավառ, որ մենք երևի 20 տարի առաջ չէինք կարող երազել, որ Ամերիկայի երկրորդ դեմքերը հաճախակի կգան Հայաստան, կիմանան Հայաստանի տեղը, կաջակցեն Հայաստանի վերականգնմանը եւ աջակից կլինեն, բոլորին ցույց կտան, որ իրենք կան գոյություն ունեն, որ եթե եւ Ֆրանսիայի գործոնը Եվրոպայի առանձին երկրներից առանձնացնենք նաեւ Ֆրանսիայի գործոնը, որ նրանք արդեն կոնկրետ աջակից են եւ մեծ տերություններից մեկը Հնդկաստանը, այսինքն Հայաստանի դիպլոմատիան հասավ մեծ ճանաչողության, մերձ գործառույթներ կատարել եւ զինված ուժերի համար եւ հիմա հարցը գնում է տնտեսական առումով, չիք չարիք առանց բարիքի, Ռուսաստանի այս տնտեսական պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ ինձ թվում է դրանք ավելի շատ դրական ազդեցություն կունենան, մեկը մենք պետք է մեր էկոնոմիկան վերակառուցենք, հասցնենք եւ որ համապատասխանի մեր դեմոկրատիան մակարդակի, դեմոկրատիան բարձրացնենք եվրոպական մակարդակի, արտադրությունը բարձրացնենք նույնպես բարձր մակարդակի, ու ինձ համար միշտ օրինակ է Իսրայելի օրինակը, որ նրանք ունեն միջազգային ճանաչված ընդամենը 20.500 քառակուսի կիլոմետր տարածք, մի 6000 էլ ունեն, որ իրանք օգտագործում են միջազգային ճանաչված չի, նրանք իրենց բնակչությունը հավաքել են, 10 միլիոն բնակչություն ընդամենը ունեն Իսրայելում, բայց մի բնակչի հաշվով նրանց հնան արդեն հասել է $60,000, մենք $10,000 ունենք Հայաստանում, մեր ուղենիշը այդ պետք է լինի, որտեղ ուժեղ տնտեսություն, դեմոկրատիա մեզ կբերեն, որ Հայաստանը ուժեղ լինի, կարողանանք բոլորի հետ խոսել։ Ձեր այդ թվարկած ամեն ինչը առարկայանում է որպես անվտանգություն։ Ասենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցություն, TRIP, Եվրամիության հետ ռազմավարական համագործակցություն, սկզբում դիտորդներ, հետո հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելություն, ֆրանսիական զենք, հնդկական զենք եւ այլն։ Այս ամեն ինչը առարկայանում է որպես Հայաստանի անվտանգություն։ Անպայման առարկայանում է,
ցանկացած դեպքում ես ամեն ինչի հիմքը տեսնում եմ տնտեսությունը եւ ավելի շատ է պետք պաշտպանությունը ամրացնել, բայց հարկավոր է անել տնտեսությանը համապատասխան, չի կարելի ժողովրդին կյանքից զրկել ու ասել մենք անենց երկիր ենք, որ չէ, մենք մտել ենք խաղաղության դարաշրջան ու խաղաղության դարաշրջանի համապատասխան պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, դեմոկրատիան, դրա համապատասխան մեր զինված ուժերը եւ խաղաղությունը պետք է ունենանք այնպիսի գործիքներ դիպլոմատիայի, որ բացառենք պատերազմը։ Տրիփի մասին կասեմ հետեւյալը, որ տրիփն էլ մի գործիք է, որ մեզ պաշտպանող գործիք է, երբ որ ամերիկյան Տրամպի անունով ճանապարհը պետք է գնա Հայաստանով, մարուխներ, նավթ, գազ, հաղորդակցության ճանապարհ, մարդկանց տեղաշարժ, այդ բոլորը եւ Հայաստանի նշանակությունն են բարձրացնելու եւ ամրապնդելու են պաշտպանողունակությունը եւ մարդկանց այն մասը, որ ասում է թե մենք ունենք 26%, 74-ը տվել ենք Ամերիկային, իրանք մի քիչ ճիշտ չեն մտածում, որտեվ եթե ես մի հատ ավտո լվացման կայանի 99% ունենամ եւ ամսական ունենամ $3000 եկամուտ, դա բոլորովին չնչին է, եթե ես ունենամ տրիպի մի տոկոսը, որը կկազմի $1 միլիարդ։ Հասկանալի։ 26%-ն էլ նրա համար է, որտեվ 25% գումարած մեկ բաժնետոմս, դա բիզնեսում նշանակում է, որ դու ունես արգելափակող բաժնեմաս, այսինքն մյուսը ոչինչ չի կարող անել, վաճառել, նվիրել եւ այլ չի կարող անել, իսկ վերահսկող մասը դա 75% պլյուս 1 բաժնետոմսն է, դա էլ պետք է ժողովուրդը իմանա, որ 75 պլյուս 1 չունի, այսինքն ամեն ինչ չի ղեկարում, ունի 74%, այսինքն առանց Հայաստանի 26%-ի ոչինչ չեն կարող անել, եւ տրիփը մեզ կբերի փող, մեզ կբերի ճանաչում, մեզ կբերի խաղաղություն։ Եվ մեր զրույցի վերջում բլից հարցեր եւ արագ պատասխաններ։ Հայաստանը կլքի հապկը մինչև տարեվերջ։ Ոչ։ Ուկրաինական պատերազմը կավարտվի այս տարի։ Ոչ։ Ով է Հայաստանի թիվ 1 արտաքին գործընկերը այսօր։ Եվրոմիությունը։ Թուրքիայի հետ սահմանը կբացվի սովորական քաղաքացիների համար մոտակա 1 տարում։ Հնարավոր է։ Ռուսաստանը կփորձի Հայաստանում հեղափոխություն անել։ Կփորձի։ Հայաստանին պետք է նոր սահմանադրություն։ Պետք է։ Ով է այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական դեմքը։ Փաշինյանը։ Իսկ ընդդիմության շրջանակներից Ռուսաստանը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական գործոն են։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նախկին նախագահները։ Այո, բայց թույլ գործոն են։ Ապօրինի գույքի բռնականձումը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Կհասնի ուշ։ Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ այս տարի կստորագրվի։ Հնարավոր է։ Այո։ Որն է Հայաստանի գլխավոր ռեսուրսը։ Ինտելեկտը։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Մոռացեք Ռուսաստանին որպես գործընկեր։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր մենք փորձեցինք տեսնել եւ կարդալ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական քարտեզի ընդհանուր պատկերը։ Այնքանով ինչքանով հնարավոր է այս ֆորմատի շրջանակներում Ռուսաստանի ազդեցության նվազեցումից մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։ Մեկ բան ակնհայտ է, որ դրսից արտաքին ուժերից հրաշքներ սպասել պետք չէ, Հայաստանի սուվերենությունը ձևավորվում է ներքին լեգիտիմությամբ, համերաշխությամբ եւ երկիրը ամրապնդելով։
Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի քաղաքական վերլուծաբան Կամո Պեգլարյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։